Վերջին տասնամյակներում մեծացել է ուշադրությունը հայկական ժողովրդական էպոսի սասնատռերի հանդեպ եւ ասպարեզ են բերվում բազմաթիվ ուսումնասիրություններ, որոնք փորձում են էպոսը քննել ամենատարբեր տեսանկյուններից։ Հրապարակի վրա է նաեւ հոգեվերլուծական մի աշխատություն, որը մեզ կօգնի բացահայտել էպոսի կերպարներին ու հատկապես փոքր մհերին յունգյան դիտանկյուններից եւ ահա էպոսը կրկին զուգահեռ ընթերցումներում է եւ փոքր մհերի կերպարի շուրջ այսօր կզրուցենք գրականագետ Հայկ Ամբարձումյանի եւ հոգեբան Արամ Խաչատրյանի հետ։ Ողջույն։ Ողջույն։ Միշտ մի հետաքրքիր բան կա Հայկի պարագայում գիտեմ էլի ինչպես է եղել, մարդը ինչպես է մոտենում էպոսին որպես հետազոտող, հա, որտեվ կարդում ենք, վերլուծում ենք, ինքներս ինչ որ ընթանացումների գալիս ենք, փորձում ենք դրանով կիսվել, բայց հետազոտողը հա այդ խորանալու process-ին ինչպես է հասնում քո փորձառությունը Արամ։ Երևի թե այսպես ասեմ, որ էպոսը ինձ գրավել դեռևս մանկուց, առաջին քայլը դեպի էպոսը երևի թե դա գրավելն է եղել, որից հետո ուսումնասիրելով տարբեր ժողովուրդների, տարբեր էթնոսների էպոսներ, գրական ժառանգություն, մի տեսակ այսպես ծարավով էի վերաբերվում մեր էպոսի հանդեպ հոգեբանական վերլուծություններին եւ առիթ վիճակվեց հենց ինքս կազմակերպելու էպոսի վերլուծական այդ աշխատանքի էպոսի չի ասի, էպոսի փոքր մհեր ճյուղի վերլուծական աշխատանքի կազմակերպումը ու այդ առումով պիտի ասեմ, որ հետազոտողի աչքով նայելը դեռևս չի նշանակում այդ գրավչությունից հետ կանգնել, որովհետև ինչքան դեպքում դա միշտ մնում է։ Այո, ինչքան շերտեր բացվում են, ինչքան ուղղություններ բացվում են եւ չհետազոտած մասեր դու տեսնում ես եւ նոր մոտիվներ են բացահայտվում քո համար, այդքան գրավչությունն ավելի բացվում է եւ այսպես շարունակաբար գնում է։ Ներկա process-ում էլ ես չէի ասի, թե գիրքը տպագրելուց հետո այդ մտորումներն ավարտվել են, այդ մտորումները դեռևս շարունակվում են եւ երևի թե այդպես կուղեկցեն։ Անդրադարձի ժամանակը հենց այս պահին, այսինքն այս տարիներին կարևոր էր, ինձ թվում է առանցքային է, որովհետեւ փոքր մերի կերպարին էլ մեր ժողովուրդը անդադ վերադառնում է հատկապես ճգնաժամային շրջաններում, կլինի պատերազմ, այլ բնույթի տարբեր ուրեմն բաներ, բարդ բաներ, որ մեր ժողովուրդը եւ հասարակությունը հայտնվում է, եւ արդյոք ձեր անդրադարձնել այս խնդիրներ հետապնդում եւ քրքին էլ ծանոթանալով մենք տեսնում ենք, որ փոքր մհերը ներկայանում է ավելի շատ որպես չկայացած հասարակության այսպես խորհրդանիշ, սիմվոլ կամ ամենայն դեպս հոգեբանության տեսանկյունից այդպես է ընկալվում։ Մշակութաբանության մեջ էլ հաճախ այս ընթերցումը կա, այսինքն մենք անընդհատ պատտվում ենք նույն առասպելների, ուրեմն այս շղթայի մեջ անընդհատ վերադառնում ենք փոքր մերի կերպարին, որը ինքնամեկուսացման խորհուրդ ունի, ինչպես մեր ժողովուրդը, երբ որ մեջ աշխարհի հետ ինչ որ բախում է տեղ ունենում, մեզ չեն հասկանում, չեն օգնում, չեն ընդունում, մենք էլ ինքնամեկուսանում ենք։ Ուրեմն վերադառնալով հարցին, այսինքն հենց այս ժամանակին այս կերպարին անդրադարձը պայմանավորված է իրականությամբ։ Ես կասեմ, որ դրա մի զգալի մասը նաև պայմանավորված է դրանով, պատահական չէ, որ անկախության տարիներին փոքր մհերի մոտիվին անդրադարձերը բավական շատանում են, խտանում են դրանք նաև, եւ այստեղ փոքր մհերի վերաբերյալ վերլուծություններում կարմիր գծի նման գնում է տրանսֆորմացիայի թելը, եւ տրանսֆորմացիան մեր ժամանակներին հիմա բնորոշ է, մենք տրանսֆորմացիա տարբեր մակարդակներում ենք հիմա անցնում, եթե հոգեբանական տեսանկյունից նայենք եւ առհասարակ մարդկությունը աշխարհում համամարտկային մակարդակում եւ էթնոսը մեր անկախությունից հետո ինչպիսի ինքնընկալման, ինքնագիտակցման եզրեր է ունենում եւ դրա շրջանակներում նաեւ անձնային տեսանկյունից մենք ինչպես ենք որպես ես ապրում այդ փոփոխություններն ու տրանսֆորմացիան անպայման պիտի բերեր տվյալ կոնկրետ հերոսի վերաբերյալ հետաքրքրությունը, որովհետև ի համեմատ էպոսի մյուս հերոսների ես խոսում եմ հոգեվերլուծական եւ անալիտիկ հոգեբանության տեսանկյունից, ի համեմատ մնացած բոլոր հերոսների փոքր մհերը մեկ քայլ ինքնագիտակցման եւ ինքնընկալման այդ ընթացքում առաջ է գնում նրանցից, որովհետև նա գալիս է արխետիպային մի կառույցի, որտեղ հերացում, ինքնագիտակցում, ինկուբացիա, խմորում եւ վերադարձ մոտիվը նրա մոտ հստակ երևում է, որ այնքան էլ չկա մեր մյուս հերոսների մոտ։ Նրանք ավելի շատ էպիկական կաղապարներով ստեղծված իրենց ֆունկցիաները եւ առաքելություն ունեցող։ Այդ կաղապարն այդպես, երբ որ կարդում էի Արամի գիրքը, ըստ ամենին դու էլ շեշտեցի, չէ՞, որ մեր ժողովրդին բնորոշ է, հենց դա է տեսնում, որ
Տես այլ ձևի վերլուծությունները, այլ գիտակարգերով, չգիտեմ, մշակութաբանական, գրականագիտական, բանագիտական եւ այլն, մեզ ավելի հարազատացնում են մյուս հերոսներին, հատկապես Դավթին, եւ իրենից անկախ գուցե մեզնից մհերին օտարում են։ Եվ նույնիսկ ինձ թվում է դա դիտավորյալ արվող քայլ է, որպեսզի մենք չճանաչենք ինքներս մեզ, որովհետև հոգեվերլուծական տեսանկյունից ես տեսա, ինչքան ամենամոտն է մեզ հենց փոքր մհերը։ Հա, այս գիտակցությունը Հայկ նաև քո ուսումնասիրությունների տեսանկյունից այդ բոլոր մոտիվները, պատումները ուսումնասիրել ես, էլի Արամն էլ երևի կհավելի, սա փոքր մհերի հնությամբ է պայմանավորված այդ մոտիկությունը եւ արդյոք հոգեվերլուծությունը այս դեպքում բացահայտում է մի բան, որը այլ գիտություններ, այսպես գիտությունների հասու չի։ Ես չեմ կարծում, որ միտում կա էպոսի այս կամ այն հերոսին արվելու կամ անդրադառնալու, ակամա միտումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ամեն ժամանակ ունի իր էպոսը եւ էպոսի ընթերցման իր առանձնահատկությունները։ Օրինակ, երբ որ համահավաք բնագիրը առաջին կազմվում էր 39 թվականին, նախապատերազմյան այս շրջանում եւ նաեւ նշվեց հազարամյակը, այս շրջանում պետք է բերվեր Դավիթը առաջ, որովհետեւ միասնական թշնամու դեմ պայքարի այս տագնապը կար պատերազմի եւ բանի եւ ընդհանրապես ժողովրդի այս ոգին բարձրացնելու խնդիր կար եւ իհարկե բերելու են հերոսին, որի գործը հստակ է, թշնամին հստակ է, հարկահանները հստակ են, մեջտեղից կիսելը հստակ է եւ այնտեղ այս ինքնագիտակցության, ինքնակննարկման եւ բանի այս խնդիրը չկա եւ այդ հակասությունները չկան, ինչպեսին մերի դեպքում կա եւ པարզ է ամեն ինչ։ Սանասարի դեպքում էլ այդպես, մեծ մերի դեպքում էլ է այդպես նույնիսկ։ Այնպես որ այս ժամանակի մեջ սա էր, իսկ հետո երբ որ գալիս է ինքնության փնտրման, նոր պետականության կառուցման շրջան, անկախությունից հետո մենք տեսնում ենք անխուսափելի, այսպես ասած, անդրադարձ հենց մերի կերպարին, որովհետև մերի դեպքում ամեն ինչ անորոշ է, չէ՞։ Բայց այս գրքում շատ Մաթեոսյանը անորոշ խուսափուկ թշնամի եւ իրական պարտություն, մենք շատ ենք, ես հատկապես այդ միցքը կրկնում, այսինքն ժամանակի խնդիրն է, էլի ամեն դեպքում։ Ժամանակը միանշանակ ազդում է, կոնտեքստը միանշանակ ազդում է։ Տարբեր ժամանակներում տարբեր հերոսների մոտիվներ են գալիս առաջ, դա այնքան գիտակցված չէ, ինչքան կոլեկտիվ պահանջմունք է դառնում, կոլեկտիվ ընկալման։ Այդ պետ պատվերի խնդիր էլ կա, այսինքն հատկապես տոտալիտար համակարգի դեպքում։ Խնդիրը գիտեք ինչու է։ Այո, խնդիրը գիտեք նաև ինչու է։ Ինչքան էլ լինի պատվեր, եթե դա կոլեկտիվ ասածը չընդունի, չվերցնի եւ չմարսի, դա իրողություն չի դառնա։ Մենք պետք է նաև դիտարկենք այս ժամանակը սկսած 19-րդ դարից, Նիչեն 19-րդ դարում արդեն դնում է դուալիստական, այսպես բաժանման, գերմարդու գաղափարներ եւ այլն, որոնք սկսում են 20-րդ դարում իրենց արտահայտությունը գտնել գիտակցության գերարժևորում, ուրեմն մարդկային էգոյի առաջին պլան մղել, հասկացվածություն, գիտակցություն եւ այլն, որոնք անպայման անալիտիկ հոգեբանության տեսանկյունից պիտի փոխհատուցվեին անգիտակցական մոտիվներով։ Էլի փոխհատուցվեին, Արամ, բայց դες հիմա եթե մենք խոսում ենք էպոսի մասին որպես ժողովրդական ստեղծագործություն եւ այդ ժողովրդի գիտակցության արտահայտություն, ուզենք այդպիսի բան կա, չէ՞։ Երբ որ գիրքդ կարդում ինձ այդ էր հետաքրքրել, օրինակ մհերի հոգեբանության մեջ, դրսևորույթի մեջ, արարքներում շատ հաճախ մատնանշում է իր կետեր եւ այլն, որոնք ոչ մի կերպ բնորոշ չեն նախորդ հերոսներին։ Այո։ Այսինքն ժողովուրդն էլ այս կերպարներին հայք ինչ որ կարիքներից է ստեղծել այդ մոտիվները։ Օրինակ մի դրվագ կար, օրինակ ես այդքան կարդացել եմ էպոսը, երբեք կամ ուշադիր չի եղել կամ չի մտածել, որ դա կարող է շատ կարևոր արժեք ունենալ։ Փոքր մհերը միակն է, որը այցելում է Բաղդասարի գերեզմանին հեռավոր Բաղդադում, դա կարող է նույնիսկ այնպիսի տպավորություն թողնել, որ ահա պատումներից մեկում այնքան որ հայտնվել է, բայց երբ որ Արամի վերլուծությունը կարդում եք, դա շատ կարևոր քայլ է։ Հա, այս նման դրվագները ինչով են պայմանավորված եւ ինչու բնորոշ չեն բոլոր հերոսներին, այն այդուհանդերձ, եթե այդ կոլեկտիվ հոգեբանական տեսանյութ։ Ես բանագիտական տեսանկյունից կարող եմ ինչ-որ բաներ ասել, բայց երևի Արամը հենց հոգեբանական տեսանկյունից։ Որպեսզի հասկանանք Բաղդասարի գերեզմանին մհերի այցելության մոտիվը, պիտի մի քիչ ավելի վերևից անջատված նայենք էպոսին, որ բոլոր հերոսների վարքը փորձենք վերլուծել, տեսեք, ուրեմն նախորդ անգամ խոսում էինք այն բանի մասին, որ յուրաքանչյուր հերոս այստեղ ունենում է իր հակահերոսը, կամ յուրաքանչյուր հերոսի, եթե մենք վերցնենք որպես էգոյի մարմնացում, ունենալու է իր ստվերային մասը, այսինքն այն մասը, որ իրեն հակառակորդ կլինի կամ որոշակիորեն թերարժեք կլինի,
Սանասարի պարագայում տեսնում ենք, որ իր ստվերային կերպարը կամ ուղեկցողը Բաղդասարն է դառնում, ստվերային հոգեկանի մասը։ Մեծ մհերի հատվածում տեսնում ենք մեծ մսրամելիքը։ Մեծ մսրամելիքի հետ մեծ մհերի հարաբերությունները անջատված էին էլի իրարից, ճիշտ է, որոշակի, բայց ստվերային էին, էլի իրար ընկալում էին որպես հակառակոտ, բայց որոշակի հերավորության վրա էին պահում, այսինքն մեծ մհերը չէր պատկերացնում, որ այն բոլոր ստվերային մոտիվները, որ կա մեծ մսրամելքի մեջ, նաև իր մեջ կան։ Սասունցի Դավթի պարագայում այս ստվերային կոնֆլիկտը հասնում է իր կուլմինացիային, գագաթնակետին, որտեղ բախում է առաջանում փոքր մսրամելքի եւ Սասունցի Դավթի միջև։ Առհասարակ հոգեկան զարգացման ընթացքում առաջին ամենակարևոր քայլերից մեկը այն է, որ մարդը կարողանա ինտեգրել, ընդունել, հասկանալ, որ կա իր ստվերային մասը եւ դրանով ինտեգրելով ամբողջացնել իր հոգեկանը։ Տեսնում ենք, որ այդպիսի կոնկրետ անջատված, դիսոցացված, կտրված ստվերային հերոս չունի մհերը։ Եվ մհերը անընդհատ գնում էր ստվերային մասի ինտեգրման ճանապարհով։ Իսկ դա Բաղդասարի գերեզմանին այցելությունը ցույց է տալիս, որ նա ընդունում է, որ կա այդ ստվերային կերպարը, իսկ աղոթքի մոտիվը, որ աղոթում է գերեզմանի մոտ, ցույց է տալիս այն պատրաստականությունը, որ նա կարող է ընդունել այդ ստվերային կերպարի ինտեգրումը։ Անժառանգեն դա էլ, նմանություններ ունի, որովհետև այստեղ նկարագրված Puera Aeternus-ի արխետիպը, որով բնութագրվում է փոքր մհերը, էլի ունի անժառանգության մոտիվ։ Իսկ ընդհանուր բաներ են, Արամ, թե այդուհանդերձ իսկապես ազգային ինչ որ էության, բնավորության, հոգեկերտվածքի արտահայտություն են, թե բնորոշ են ըստ ձեզ, օրինակ էպոսներին ընդհանրապես, մարդկությանը ընդհանրապես այս փուլերով անցնում են, այսինքն մարդը գալիս է գտնում է իր ստվերը կամ փնտրում է իր ստվերը, դա կարող է լինել արտաքին աշխարհում, վերածվի արտաքին թշնամի իրենից դուրս, այդ հաղթարի կայանա որպես մարդ եւ ինչ որ մարդիկ էլ կան, որոնք իրենց ստվերը փնտրում են ամբողջ կյանքում, չեն գտնում, չեն հաղթարում եւ չեն հասունանում։ Գնում փակվում են։ Այո, ի վերջո նեղանում են, գնում փակվում են, էլի, մեկուսանում են։ Ուրեմն տեսեք, մոտիվները, որոնք քննարկվում են այստեղ, խոսքը գնում է արխետիպային մոտիվների քննարկման մասին, դրանք համամարտկային բնույթ կրող ժառանգություն են իրենցից ներկայացնում, որոնք Յունգը ասում է, որ նույնիսկ ժառանգվում են ուղեղային կառուցվածքների միջոցով։ Բայց նաև նա շեշտում է, որ հողի, հենց անմիջական հողի մասին է խոսքը գնում։ Հողի տարածաշրջանի երկրի ազդեցությունը հոգեբանության վրա բավական մեծ է։ Ես շատ եմ այսպես եւ հպարտանում եւ արժեվորում այն փաստը, որ դեռևս այն ժամանակներում հայկական կոլեկտիվ միտքը կարողացել է իր անգիտակցական process-ներում տեղի ունեցող այդ անհատականացման ինդիվիդուացիայի ճանապարհը նույնիսկ բերել վերբալ արտահայտման էպոսի տեսքով, ուրեմն մենք ունեցել ենք դեռևս այն ժամանակից հոգեկան ոլորտի աշխատանքի վերաբերյալ շատ հստակ պատկերացումներ, որոնք դրել ենք մեր բանահյուսության մեջ։ Ուրեմն չեմ ասի, թե մհերը որպես մեր էթնիկական ինքնությանը բնորոշ մոտիվ միայն համամարտկային են, նա նաև բնորոշում է, որ մենք դեռևս այն ժամանակներից ունեցել ենք այդ պատկերացումները հոգեկանի զարգացման վերաբերյալ։ Այո, իսկապես հետաքրքիր է, որ մեր էպոսում իհարկե շատ տարբեր այս բաներ կան եւ աստղագիտության հետ կապված, եւ հոգեբանության, եւ ծեսերի, այո, եւ որ կողմից էլ մոտենաս, եւ հատկապես իսկապես մերի կերպարը հետաքրքիր է իր այս անավարտությամբ, չէ, այդուհանդերձ անավարտ է։ Եվ միտեղ օրինակ էլի կրկին մեր սիրելի Հրանտ Մաթևոսյանն ասում է, որ ժողովրդի հանճարը կարծես թե չի բավել, ծեփելու, ստեղծելու, ամբողջացնելու։ Այ ըստ ձեզ օրինակ հետաքրքիր, իսկապես հանճարը չի բավել, թե ինքը հենց պետք է անավարտ մնա։ Այստեղ մենք որ նաև հաճախ ընկալում են որպես ժողովրդի հավերժականության խորհուրդ։ Այստեղ բառեր ենք օգտագործում, որոնք անալիտիկ հոգեբանության տեսանկյունից կամ առհասարակ հոգեբանի աչքով նայելու տեսանկյունից շատ բաներ մեզ կարող են հուշել հավերժության, անավարտության, ընթացքի եւ այլն։ Առհասարակ անհատականացման process-ը իրանից չի ներկայացնում կոնկրետ ժամանակային մեկ կետում ավարտվող process։ Մենք անդադ զարգանում ենք եւ այդպես պարուրաձև շարժման միջոցով մոտենում ենք մեր հոգեկանի առանցքին, որը կոչվում է ինքնություն, եւ եթե մենք այստեղ նայենք փոքր մհերի քարանձավ մտնելու մոտիվին եւ այնտեղ մնալու մոտիվին միայն անավարտության տեսանկյունից կամ նեղանալ գնալու տեսանկյունից, մի քիչ ուղերձը չենք հասկանա։ Մհերը այնտեղ այդ ուղերձը եւ հատկապես մեզ համար այսօր։ Այստեղ
ագրավուքարում փակվելու մոտիվի քննարկման մեջ, վերլուծության մեջ ես նշել եմ, որ մհերը մեզ թողնում է ընտրության հնարավորություն։ Մեզնից յուրաքանչյուրը մտնում է իր հոգեկանի ագրավուքարը, այնտեղ որոշակի հասկացման գալու, արխետիպային մոտիվները հասկանալու, ինտեգրելու եւ այլն, եւ անավարտությունը այնքանով է այստեղ կարևոր, որ մհերի մնալու մոտիվը մեզ դրդում է ինքներս ընտրություն կատարելու։ Մենք դրանք ինտեգրենք, դուրս կգանք, թե մենք դրանք չենք ինտեգրի։ Եթե մհերը լուծումը լիներ այնպես, որ անպայման ինքը դուրս է գալու այնտեղից, այդտեղ որտեղ է լինելու մեր ընտրության հնարավորությունը։ Ուրեմն շատ կարևոր ուղերձ նաև դրանում կա։ Ես ուզում եմ մեր կոլեկտիվ գիտակցումը մհերի վերաբերյալ նաև չհանգի դրան, որ անավարտությունը բոլոր ժամանակներում այս գիտելիքները ունենալով, բնականաբար նաև որը ինտուիցիա է ամեն դեպքում էլի։ Ինտուիցիա է, որը գիտելիք է դարձել եւ գեղարվեստական արտահայտության ձև է ստացել, որպեսզի ավելի մատչելի ձևով հոգեբանության վրա անդրադառնալով, այդ պատկերներով կամ սյուժեներով մարդկանց երևակայության վրա անդրադառնալով որոշակիորեն դաստիարակ, ինչպես ժողովրդական հեքիաթների դեպքում է, որովհետև փոքր մերի կերպարը նաև շատ ընդհանրություններ ունի, հատկապես ժողովրդական հեքիաթի հերոսների հետ, կրտսեր հերոսների եւ այլն։ Արևամանական, արևամոր հարաբերությունները եւ այլն։ Այդ հետաքրքիր է, այսինքն սա մի ուղերձ է հանրությանը, փաստորեն ամեն դեպքում, որպեսզի հանրությունը հաղթահարի կամ տեսնի, որ դա այդպես է լինում, հա, հաղթահարում։ Եվ հանրությունը, եւ անհատը։ Այստեղ այդ երկուսն էլ իրար հետ պիտի վերցնենք եւ քննարկենք, որովհետեւ մեկը մյուսից անջատ չի։ Չի կարող լինել հանրության զարգացում առանց անձի զարգացման կամ անձի զարգացում, որը չի հանգեցնելու հանրության զարգացմանը։ Դա շատ կարևոր է։ Իսկ ինչու են առաջ այդ լեզվով տվել այս բանահյուսական ժառանգությունը կամ մոտիվները, որովհետև յուրաքանչյուր ժամանակ ունի այդ հոգեբանական գործընթացները արտահայտելու իր ձևը։ Մեր ժամանակներում դա հոգեբանությունն է, բայց հին ժամանակներում դրանք եղել են առասպելաբանության լեզվով, ծիսակարգերի, ռիտուալների միջոցով այդ ամբողջ, այսպես ասենք, գիտության փոխանցումը։ Գիտությունը ոչ միայն գիտելիքի առումով, այլ ամբողջ հավաքական փորձը եւ գիտելիքը եւ իմացությունը, որը կարող է մարդը ունենալ։ Այդ շատ հետաքրքիր է, գրքում ավելի հետաքրքիր վերլուծություններ կան, որոնց մասին երևի այլ առիթով խոսեն կամ առիթ կլինի դրան շուրջ խոսել, հայք ինձ ամեն դեպքում մի հարց հետաքրում է եւ գիրքը կարդալուց եւ հիմա երբ որ զրուցում ենք, տես նոր համահավաք է ստեղծել, հոգեվերլուծությունը, այս տեսակ վերլուծությունները արդյոք փոխում են էպոսի դրվագների, մոտիվների ամենատարբեր, դրան շուրջ պատկերացումը եւ ինչ որ դրանցից որոշների առաջնայնություն տալուն այս գիրքը կազդի նման վերլուծությունները կազդեն։ Բոլոր նոր ուսումնասիրություններն ու մոտեցումներն էլ իհարկե օգնում են, եթե այս համավակ ստեղծելու process-ի մասին է խոսքը, որովհետև քո հայացքը բացվում է եւ դու տեսնում ես բաներ, որոնք նախկինում չես տեսել։ Մոտիվների խորքն ես տեսնում եւ ես ուրախ եմ, որ միշտ գրքի հրատարակությունը դու ինձ ուղարկեցիր գիրքը, ձեռագիրը ես ծանոթացա եւ այդ ընթացքում նաեւ համավակի վրա էի աշխատում եւ օգնեց, որպեսզի իմ հայացքը բացվի ինչ-ինչ մոտիվների վրա եւ ես տեսնեմ դրա խորքային բանը, որ նախկինում կարող է տեսնել եւ չգնահատեի եւ նույնիսկ մոտիվներ, որոնք շատ տարածված չեն, այնպես օրինակ Բաղդասարի գերեզման այցելելու մոտիվը, բայց տեսնես, որ այստեղ շատ խոր կա եւ արժանի է, որ ինքը այս ամբողջական համահավաք տեքստի մեջ լինի, այս առումով իսկապես շատ կարեւոր են բոլոր նոր ուսումնասիրությունները եւ հատկապես հոգեբանության տեսանկյունից, որովհետեւ մենք այսօր եւ միշտ բոլոր հանրույթներն էլ կարիք ունեն հասկանալու շատ process-ներ, որոնք կատարվում են հանրության առանձին անհատների եւ ընդհանրապես հանրության հետ եւ շատ աշխարհի մեր ընկալումներն են պայմանավորում, իսկ հատկապես այս մհերի արխետիպային կերպարը շատ կարեւոր է։ Այ նաեւ մի փոքր էլի ամփոփիչ մի հարց, մեր ժողովուրդը մհերին ընկալում է որպես փրկիչ նաեւ, որովհետեւ սպասում է նրա երկրորդ գալստին, բայց նաեւ եթե մենք էպոսին ծանոթանում ենք, տեսնենք, որ մհերը կգային ժամանակ, երբ որ արդեն ամեն ինչ կարգավորված եւ լավ լինի։ Ամենայն դեպս, եթե այդ ցորենի գարու եւ ընկույզի մասուրի այս խոշորացմամբ հետ կապված ուրեմն այս պատկերը այդպես բացատրենք, էլի ամեն ինչ լավ է, մհերը գալիս է։ Հիմա ըստ էության կարող ենք դրան որպես այդպես փրկիչ ընկալել այդուհանդերձ, թե այդպիսի հույսեր չկապենք մհերի հետ։ Այստեղ խնդիրը գնում է հոգեբանության տեսանկյունից այդ մոտիվին նայելու վրա, որովհետև փրկիչ, կործանում, սրանք վերաբերվում են մարդկային հոգեկանի կամ ավելի շուտ էգոյի փրկությանը։ Ինչ եմ ուզում դրանով ասել։
Ուրեմն էգոն առհասարակ մարդու գիտակցությունը իր ամբողջ անգիտակցականի հետ հարաբերություններում մի որոշ ժամանակ պիտի գա ամենահասուն ժամանակում, որ անջատվի իր անգիտակցականից, բայց անջատվի ոչ միայն առանձին լինելու, բայց առանցք ստեղծելու եւ հարաբերվելու դրա հետ կառուցողական ձևով։ Ուրեմն մահերի այնտեղ գնալ փակվելը այդ մոտիվի արխետիպային ցուցադրությունն է ստանում։ Եթե կարողանա ստեղծել այդ առանցքը, որ անգիտակցական բովանդակության հետ լավ սկսի էգոն հարաբերվել, ուրեմն այդ դեպքում փրկվելու է էգոն։ Կարող է անկախ գոյություն ունենալ ամբողջ անգիտակցականի հարստության հետ միասին, բայց եթե չկարողանա, արտավազդի նման, որ շատ նմանություններ ունի մհերի հետ, կլինի ավելի կործանող էություն։ Գրքի վերջին մասում դրա վերլուծությունները շատ ավելի մանրամասն կան, հույս չունեմ, թե այսպես ավելի կարճ ժամանակում կարող եմ մի փոքր ձևակերպումներով անել։ Կործանման եւ փրկության մեջ է, բայց ամեն դեպքում սրանք process-ներ են կամ դրանց գեղեցկական նկարագրություն է, որ էպոսը պահել է, որոնք բնորոշ են բոլոր մարդկանց։ Նրանց կյանքի որոշակի փուլերում ընդ որում միայն մանկության կարող է թվալ, որ այ մանուկ է, կրսեր մհեր, փոքր մհեր, երեխայի մասին է խոսքը, բայց մարդու կյանքի բոլոր փուլերում էլ այդ քարանձավներն ու քարայրները կան, խոյանքները եւ անկումներն ու խոյանքները կան, եւ հենց այս առումով շատ հետաքրքիր է մերի կերպարը, որ ինքը ցույց է տալիս, որ ոչինչ վերջնական որոշված չէ։ Եվ որոշողը հենց մենք ենք։ Այո։ Իհարկե անպայման կարդանք, շնորհակալություն հյուր գալու եւ այս հետաքրքիր զրույցի համար։ Մենք գիրքը ընթերցել ենք, շատ հետաքրքիր է եւ էպոս սիրողներին եւ ոչ սիրողներին էլ խորհուրդ ենք տալիս անպայման ընթերցել։